Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները արդեն կարծես թե նախնական արդյունքները ամփոփված են, հիմնական քաղաքական ինտրիգը այս պահին կենտրոնացած է Վանաձորի վրա։ Այսօր այդ քաղաքում նախորդին տեղի ունեցած ընտրություններում երկրորդ տեղը գրաված Լուսավոր Հայաստան կուսակցության ավականու ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանը ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ հրավիրված մամուլի ասուլիսում հնչեցրեց այն առաջարկը, որը հնարավորություն կստեղծի աննախադեպ իրավիճակ առաջացնել Հայաստանում, առաջին անգամ ըստ էության լուրջ այլընտրանք կարող է ձևավորվել գործող իշխանությանը, հանրապետական կուսակցությանը եւ հանրապետական կուսակցությունը թեև պաշտոնապես ստացել է ձայների այնպիսի զանգված, որ նրան հնարավորություն է տվել առաջին տեղը զբաղեցնել, բայց դա բավարար չէ միանձնյա ուրեմն ավականի ձևավորել եւ մեծամասնություն ունենալ քաղաքի ավականիում։ Այս խնդրի շուրջ, նաև առաջարկի շուրջ եւ սպասելիքների շուրջ առաջիկա գործողությունների հնարավոր զարգացումների վերաբերյալ զրուցելու ենք ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ, ով նաև Լուսավոր Հայաստան կուսակցության վարչության նախագահն է։ Բարի երեկո եւ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Վերջին շաբաթները ձեզ համար շատ ծանրաբեռված եւ զբաղված օրեր էին եւ բնականաբար այլևս դուք ստացել եք այն, ինչ ստացել եք։ Ավարտվեց քարոզչությունը, ընտրությունները, նախնական արդյունքները ձեզ գոհացնում են, թե ոչ։ Գիտեք, առաջին հայացքից միգուցե կարող ենք ասել, որ չեն գոհացնում, որովհետև մենք շատ մեծ հույսեր ունեինք եւ մեր հաշվարկները ցույց էին տալիս, որ հաղթելու մեջ շանս կա, որովհետև եթե սև ու սպիտակ պայքարեր տեղի ունենում, ապա ավելի շատ ձայն կարող էր կոնսոլիդացվել Լուսավոր Հայաստան կուսակցության վրա, հանրապետականի դեմ ձայներ նաև եւ հաղթելու շատ լուրջ շանս կար։ 2012 թվականին դուք ավելի շատ ձայներ ստացաք, քան նախորդին ձեր կուսակցությունն է ստացել։ Այո, որովհետեւ 2012 թվականին ընտրապայքարն այլ էր, նախ 5 տեխնացուներ էին մասնակցում եւ տեխնացուները շատ քիչ ձայներ էին հավաքել։ Կներեք, հիմնական ձայները կիսվել էր այն ժամանակ իմ, Վիկտոր Դալլաքյանի եւ Դաշնակցության տեխնացուի միջև եւ այն ժամանակ Բարգավաճ Հայաստան չկար մասնակցող, բայց այն ժամանակ օրինաց երկիր չկար մասնակցող, խախտումների, կաշառքի եւ կաշառքի դեպքեր էլի կային, բայց տեսեք այն ժամանակ այն այդքան թիրախավորված եւ որտեղ իշխանությունը չէր կասկածում, որ կարող է մեկը սյուրպրիզի էֆեկտը հնարավոր էր այն ժամանակ։ Տեսեք այն ժամանակ ինձ չէին թիրախավորում, որովհետև որևէ մեկը չէր կարծում, որ հնարավոր է, որ մենք հաղթենք, այսինքն այդ սյուրպրիզի անակնկալի էֆեկտը մենք օգտագործեցինք։ Հիմա ընդհակառակը եղավ, որովհետև ամբողջ ուշադրությունը կենտրոնացված էր մեր վրա, եւ մենք ստիպված էինք դիմադրել եւ իշխանական հարվածներին, եւ ընդդիմադիր հարվածներին, եւ չգիտեմ, նաեւ տարբեր տեսակի պրովոկացիաներին, որը որ թույլ տվեց մեզ անել այն, ինչ որ մենք կարողացանք անել։ Իրականում այսօր առավոտվանից բազմաթիվ քաղաքացիներ են այցելում մեր գրասենյակ, զանգեր ենք ստանում եւ բոլորը շնորհավորում են, ասելով, որ սա էլ է հաղթանակ, որովհետեւ եթե համեմատում ենք այլ ուժերի հետ։ Մարուքյան, մի հարց։ Ցածր մասնակցությունը ձեզ մտահոգում է թե ոչ։ Ճիշտն ասած, մենք հաշվարկել էինք, որ 40,000-ը կարող է անցնել կամ կանգնել 40,000-ի վրա, բայց ընդհանուր առմամբ, երբ մարդիկ փաստորեն Վանաձորը արտագաղթած քաղաք է, պետք է սա հաշվի առնենք, որովհետև անցած 4 տարի առաջ քաղաքապետի ընտրություններին 44,000 մարդ էր մասնակցել։ Մենք հաշվում էինք, որ եթե արտագաղթի թվերը հաշվենք, պետքա 4,000 ավելի պակաս մասնակցի, եւ մոտավորապես այդպես էլ եղավ, 41,189 մարդ է մասնակցել ընտրություններին։ Այսինքն մենք մասնակիցների թիվը, որ հաշվել էինք նաեւ բարիերը, որքան է, մոտավորապես 2400, ճշգրիտ հաշվարկենք կարողացել կատարել։ Ի սկզբանե ուղղակի մենք հաշվարկում էինք, որ հնարավորություն կլինի հասնել եւ անցնել 40%-ը, եւ 40% չէր պետք անցնել, ինչպես դուք հիմա տեսնում եք, այլ պետք էր 35-36% անցնել եւ այո, ուղղակի մենք եկանք 28%-ի վրա կանգնեցինք, այսինքն 7%-ի սխալ հաշվարկ ենք արել, բայց եթե հաշվենք այն հարվածները, որ մենք ենք ստացել այս քարոզարշավի ընթացքում,
ինչ որ ասուլիսներ, որ ես պետական հանցագործ եմ, հետո դա լուսաբանվում է տեղական ԶԼՄ-ներով, չգիտեմ, Վիկտոր Դալլաքյանական ինչ-որ բաներ, տո ընդդիմադիր ուժեր, այսինքն այս ամբողջ հարվածների տեղատարափի եւ ՀՀԿ-ի կողմից իրականացված այդ օրը ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման, ընտրակաշառքի, կարուսելի, դրսից բերված մարդկանց քվեարկությունների հետ կապված նաեւ տեղեկատվություն կա, այսինքն այս ամեն ինչի արդյունքում 10%-ով ենք զիջի հանրապետական կուսակցությանը։ Եկեք նայենք իրանք ինչքան ռեսուրս են դրել 13 մանդատ ստանալու համար, Լուսավոր Հայաստան կուսակցությունը որքան ռեսուրս է դրել 10 մանդատ ստանալու համար։ Ուղղակի եթե այս կոնտեքստում ենք նայում, մենք բնավ մտահոգվելու բան չունենք։ Մի քանի հարց։ Ավելին ասեմ, նաև ՀՀԿ-ն չի առաջարկ ընդդիմադիր հատվածին։ Նրանց կամ նրանց ովքեր իրենց ընդդիմադիր են կոչում։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նախընտրական շրջանում հայտարարել է, որ սատանայի հետ նույնիսկ համագործակցի, բայց հանրապետական կուսակցության հետ չի համագործակցի եւ մեր տեղեկություններով կարծես թե նրանք կանսան ձեր կոչին եւ կարող են միավորվել ձեզ հետ փաստորեն կազմել Ավականի եւ Քրիստ Մարուկյանի գլխավորությամբ հնարավոր է նրանք քաղաքապետարանում ուրեմն Ավականի ձևավորեն եւ առաջնորդեն քաղաքը։ Ինչ եք դուք արդեն հավանաբար տեղյակ եք, որ ազգային վերածնունդ կուսակցությունը, հայկական վերածնունդ կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել եւ ձեզ պայմաններ է առաջադրել, որոնք են ես պիտի կրկնեմ, նրանք են ձեզ առաջարկում միավորվել իրենց հետ, որովհետև դուք ընդամենը 1 տարվա կուսակցություն եք եւ այն առաջարկը, որ նրանք անում են փաստորեն միավորվել համապետական ընտրություններից առաջ եւ միասնաբար մասնակցել ընտրություններին։ Դուք ինչպես եք գնահատում ձեր հակընդդեմ առաջարկը ձեզ արված։ Տեսեք, նախ մեր առաջարկը Վանաձորի վերաբերյալ է եւ ես ասուլիսի ժամանակ նաեւ նշեցի, որ առաջարկի բավարարումը կարող է հիմք հանդիսանալ ապագա համագործակցության համար։ Տեսեք, եթե մենք հիմա ձեր ընտրողները կուզեն որ դուք համախմբվեք հայկական վերածնունդի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության։ Մենք արձագանքել ենք հենց ընտրողների պահանջարկին։ Այսինքն դուք այսօրվա առաջարկը արել եք, որովհետեւ կարծում եք, որ ընդդիմությունը եւ հասարակությունը ձեզ քվետված վանաձորցիները կուզեն որ դուք տեսեք, գիշերը, երբ որ ժամը 4:30 մոտավորապես պարզվեց, որ հանրապետական կուսակցությունը չի հավաքել բավարար ձայներ եւ քաղաքապետը ընտրված չէ Վանաձորի, սկսեցինք մենք զանգեր ստանալ, սկսվեցին զանգեր, այցեր ու ամբողջ օրվա ընթացքում մինչև ժամը 2-ը։ Եվ մենք քննարկեցինք խորհրդով եւ որոշում կայացրեցինք, որ մենք իրավունք չունենք հաշվի չնստելու այն 5000 քաղաքացիների կարծիքի հետ, ովքեր որ ձայն են տվել հայկական վերածնունդ կուսակցությանը։ Մենք իրավունք չունենք հաշվի չնստելու այն մոտավորապես 3000 քաղաքացիների, որոնք ձայն են տվել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, եւ բոլորը միահամուռ կարծում են, որ իրենք ընդդեմ հանրապետականի քվեարկություն կատարելով չեն ցանկացել, որ հանրապետականը ղեկավարի Վանաձոր քաղաքը եւս 5 տարի գումարած անցած 17 տարիներ։ Եվ մենք պատրաստ ենք դրան առաջնորդել այդ գնալ այդ process-ին արձագանքելով Վանաձորցի։ Եվ եթե անկեղծ են հայկական վերածնունդը եւ Բարգավաճ Հայաստանը իսկապես թույլ չտալու որպեսի հանրապետական կուսակցությունը, որը վերջին փաստորեն 4 անգամ, հա, Սամվել Դարփինյանը գոնե 17 տարի քաղաքը 17 տարի ղեկավարել է քաղաքը հանրապետական կուսակցության դրածոն, ուրեմն դուք տեսեք, հիմա արձագանքի հետ կապված հայտարարությունը կա, ես ճիշտ ասած նոր եմ ասել, Երևան չեմ հասցրել նայել, բայց վաղը գիտեք պլենար նստած շրջանի երկրորդ օրն է, ես պատրաստվում եմ հանդիպել եւ ԲՀԿ-ի եւ հայկական վերածնունդ կուսակցության ղեկավարության հետ եւ ցանկանում եմ այս խնդիրը շատ արագ հանգուցալուծել։ Կամ մենք ձևավորում ենք տեղական բազմակուսակցական իշխանություն, տեղական մակարդակում եւ հանրապետական կուսակցությունը դառնում է ընդդիմադիր խմբակցություն, դրանից բխող բոլոր հետևանքներով, որտեղ ամբողջ քաղաքին գործ են խոստացել։ Բայց դուք համերկրային ձեր բնույթը ընդդիմադիր թեմա չկա այստեղ։ Չեք փոխում, դուք շարունակում եք մնալ ընդդիմություն եւ համապետական ընտրություններին մասնակցելու եք որպես ընդդիմադիր։ Միանշանակ։ Մենք հիմա համայնքներ ունենք, որտեղ ավականիներ ունենք ընտրված եւ որևէ բան չի փոխվում։ Մենք մեր ծրագրերը իրականացնում ենք։ Այսօր Արմեն Աշոտյանը, հանրապետական կուսակցության վարչության փոխնախագահ, ձեզ եւ Գալա կուսակցության որակել էր որպես լոկալ քաղաքական ուժեր։ Դուք ինչպես եք վերաբերում այսպիսի։ Գիտեք, ես Արմեն Աշոտյանին երբևէ չեմ մեկնաբանում, ճիշտ ասած չեմ էլ հետևել, ինչ է ասել, բայց
լոկալ ուժ ասելուց առաջ նախ պետք է նայել այդ կուսակցությունները որքանով են ներկայացված հանրապետության մարզերում, ինչ ուժեր ունեն կուտակած, որքանով են նրանց ճանաչելիությունը բացված։ Դուք նաև գալակուսակցության հետ համագործակցում եք այս ընտրություններում եւ դուք որպես Գյումրիում մեկ ցուցակով ենք մասնակցել գալակուսակցության հետ, դա գաղտնիք չէ եւ հիմա նաև մեզ համարում են որ Գյումրիում էլ մենք շեմը հաղթարության ուժենք եւ ներկայացված ինչ վերաբերում է լոկալ ուժ ասելուն, գիտեք ժամանակը ցույց կտա, այսօր ես զանգեր եմ ստացել բազմաթիվ այլ մարզերից, որտեղ որ մենք գրասենյակներ չունենք եւ մարդիկ ուղղակի արձագանքում են եւ ասում են մենք ցանկանում ենք Լուսավոր Հայաստան կուսակցության մարզային քաղաքային խորհուրդներ ձևավորել, գրասենյակներ բացել մեր միջոցներով եւ դա տեղի է ունենալու եւ մինչեւ պարլամենտական ընտրություններ կտեսնենք որքանով են ավելի մեծ ներկայացվածություն կլինի ամբողջ երկրում։ Այո, մենք մեզ հիմա ենք ներկայացված։ Մենք մեզ լոկալ ուժ չենք համարում։ Պարզա որ մեր ամենաուժեղ տեղը միգուցե հիմա Վանաձորն է, որովհետեւ դուք շատ պարզ է, ես Վանաձորի падգամավորն եմ, բայց մյուս կողմից ասել լոկալ ուժ են, ուժին, որը որ հանրապետության 7 մարզերում խորհուրդ ունի եւ ձևավորված կառույցներ ունի, որոնք գործում են, մասնակցում են թիմ ընտրություններին, կապ չունի, հա, կրվում են, ավականի են անցկացնում, մասնակցում են։ Եկեք նայենք հին ուժերին, որտեղ են մասնակցում, կամ որտեղ կան։ Դրա համար ես խնդիր չեմ տեսնում։ Թող այդպես դիտարկեն, բայց մենք տարածքներում հաղթենք։ Թող ամենից ասեն դուք լոկալ ուժ եք, բայց մենք հաղթենք հանրապետականին։ Թող ասեն լոկալ ուժ ենք, բայց հանրապետականը չկարողանա ձևավորել իշխանություն, օրինակ ինչպես Վանաձորում է հիմա։ Պատկերացեք գիշերը շնորհավորում են միմյանց, մեկ էլ պարզվում է չեն ընտրվել։ Շտապել են շնորհավորելուց։ Այսինքն սրանք ըստ էության լավ առաջարկը որ հիմա ձեզ հակընդեմ առաջարկը որ արել է հայկական վերածնունդը կարծում եք առավոտյան ես կհանդիպեմ իրականում պատրվակ է ինչ որ կերպ ձեր առաջարկին, ձեր այսօր օրվա երկրորդ կեսին արած առաջարկին, այսպես գիտեք, աշխարհում չկա նախադեպ, որ 5 մանդատ ունեցող ուժը 10 մանդատ ունեցող ուժին ասի դուք մեզ միացեք, սա մեկ։ Մյուս կողմից ասել որ ամբողջությամբ եկեք կիսենք պատասխանատվությունը, այն դեպքում երբ որ առանց Բարգավաճ Հայաստան կուսակցության հնարավոր չի ստանձնել իշխանություն, սա էլ անհնար է, այսինքն ամբողջ մանդատները հայկական վերածնունդի մոտ չէ, հա, մանդատների մի մասն է իրենց մոտ եւ մի մասը ԲՀԿ-ի մոտ է եւ առանց ԲՀԿ-ի մասնակցության դա չի կարող տեղի ունենալ։ Դա համար մենք առաջարկում ենք 3 ուժերով եւ եթե դուք անկեղծ եք ձեր մղումների մեջ, ձեր հայտարարությունների մեջ հետեւողական եք, ուրեմն նաեւ հետընտրական այս հանգրվանում պետք է պատասխանատվություն ունենալ։ Միանշանակ, այլապես գիտեք ինչ կարող է տեղի ունենալ, ես չեմ օգտագործի ոչ մի բան, ասեմ ինչ որ ասեմ տեսակ նրանք չմիացան, բան, դա մեր ոճը չի, դա մեր մշակույթը չի, բայց խնդիր կունենան իրենք բացատրելու վանաձորցիներին, թե ինչու չմիացան, ասենք ինչ կապ ունի Գյումրիում դուք որտեղ եք ընկել կամ ինչ կապ ունի որ չգիտեմ ուրիշ մարզերում ուժեղ եք կամ ինչ կապ ունի Վանաձորի խնդիրները համապետական ընտրությունների հետ եւ միասնաբար համապետական ընտրությունները վանաձորցիները ցանկանում են տապալել հանրապետական իշխանությանը, կոնկրետ այդ քաղաքում որտեղ հիմա հնարավոր է, այս քաղաքականությունը հնարավորության արվեստ է, հիմա հնարավոր է եկեք անենք, չէ՞ ինչ ասենք բաներ ասենք, եկեք հետո չգիտեմ ինչ անենք, հետո կերևա, սա մեկ եւ երկրորդը լավ, եկեք մի քաղաքի մակարդակում համագործակցենք, տեսնենք ստացվում է, նոր մեծի մասին խոսենք։ Դեռ փոքրի մասին բան չպայմանավորված մեծի մասին առաջարկ անելը կարծում եմ այնքան էլ ճիշտ չի, բայց ամեն դեպքում ես պատրաստ եմ հանդիպել եւ քննարկել, որևէ ամբիցիա չկա, որևէ ինչ-որ էйֆորիաների մեջ չենք մենք։ Անուն Վանաձորի դուք պատրաստ եք այդպիսի քննարկումների կուսակցության անունից ես լիազորված եմ հանդիպել այս ուժերի ղեկավարությունների հետ, բանակցել նրանց հետ, կատարել վանաձորցիների հորդորը, որ վաղը մյուս օրը չլինի մեկը, որը մեզ կկարողանա մեղադրել, որ մենք չգնացինք միավորման այն բանի համար, որ հանրապետական կուսակցությունը լինի ընդդիմադիր ուժ եւ մենք կարողանանք մեր ծրագրերը իրականացնել Վանաձորում։ Շատ փորձագետների եւ քաղաքագետների գնահատմամբ այս ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմինների, առավելապես Վանաձորի եւ Գյումրիի ընտրությունները մանրակերտն էին խորհրդարանական ընտրությունների 2015։ Գիտեք, երկրորդ ու երրորդ քաղաքներն են, չէին կարող չլինել։ Անկարևոր երբեք չեն կարող լինել, բայց այստեղ ուշագրավ է մի շատ կարևոր հանգամանք։ Վերջերս Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան մի ուշագրավ հարցում էր անցկացրել ամբողջ հանրապետությունում եւ բնակչության մոտ 40% հարցվածների կողմ էր արտահայտվել Հայաստանի եվրոպական այսպես ապագային։ Դուք հրճակել եք, որ պատկերացնում եք
Հայաստանը որպես ժողովրդավար, որպես եվրոպական մոդելի եվրոպական զարգացած առաջադեմ երկիր եւ ձեր հաղթանակը ըստ էության երկրորդ տեղ զբաղեցնելը Վանաձորի ավականու ընտրություններում ունի նաեւ խորհրդանշական այդ կարևոր իմաստը ըստ էության եվրոպական պատկերացումներ ունենալու ձեր փաստը հանգամանքը կրկնակի կարևոր է դարձնում ձեր մասնակցությունը ոչ միայն տեղական այս ընտրություններում, այլև խորհրդարանական ընտրություններում եւ ձեր մասնակցությունը եւ նաեւ հնարավոր արդյունքները, որոնք դուք կստանաք այդ ընտրություններում, եւս կրկնակի կարևոր է։ Կարծում եք, որ բոլորովին նոր գործընթաց է սկսվել Հայաստանում եւ Հայաստանի քաղաքացիներն իրենց ընտրությունը կատարելիս նաեւ հաշվի են առնում, օրինակ թեկուզ տեղական մակարդակով ընտրություններում արտաքին քաղաքական կողմնորոշումները եւ արտաքին քաղաքական կոնյունկտուրան ինչ որ իմաստով այս աշխարհաքաղաքական վերադասավորումները, Ռուսաստանի պահվածքը, ապրիլյան պատերազմ, այս բոլորը այդքան խորը չէ, բայց ես ասեմ, որ Վանաձորում փորձ է արվել եւ իրականացվել է հակակարողություն դեմ մեզ այդ որ հանգամանքը բայց շատ անգրագետ էր, որտեվ չեն գրել արև մտ առ չկար, էլի արևտամետ ելին լուսավոր Հայաստանը արևտամետ ուժ է եւ Վանաձորին սպառնում է արևտամետ ուժի հաղթանակ եւ նման բաներ, այո, դե բարձ այն տեխնոլոգիաները, որոնք աշխատում են իշխանությունների համար եւ տեսեք ինչ տեղի ունեցավ այն, որ դա էլ չազդեց, այսինքն հա ինչ որ արևմտամետ է կամ ասենք ով ասել որ արևմտամետ է, մենք երբևէ չենք ասել որ մենք արևմտամետ ենք, մենք ասում ենք մենք Հայաստանի ապական տեսնում ենք եվրոպական մոդելի զարգացած պետության մեջ եւ պետք է ասեմ որ եթե համեմատելու լինենք ես հարցման ամբողջ նյութին ծանոթ չեմ, բայց եթե համեմատելու լինենք Հայաստանում մարդկանց ընկալումները Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի, Հայաստանի եվրոպական ապագայի վերաբերյալ, մինչեւ ապրիլյան պատերազմը եւ ԵԱՏՄ-ի փաստաթուղթը վավերացնելու եւ ասոցիացիան համաձայնագիրը ներժելու ժամանակահատվածի շատ բան է փոխվել, որովհետեւ այն ինչ որ մենք ասել ենք այդ տարիներին, որ այդ անվտանգության համար զիջել քո ազատությունը դու երկուսն է վտանգում ես, այսինքն այս հարցերը մենք մանրամասն դել ենք եւ ապրիլյան պատերազմը եկավ եւ սրբեց տարավ այդ ամբողջ պատմությունները, էլի այդ հեքիաթները հաստատելով միանշ հաստատելով բոլոր այն փաստարկները, որը որ մենք արել ենք եւ այդ օրերին ու մեր դիմում հայ համայնքը միջազգային հանրությունից արևմուտքին, Եվրոպային, Ամերիկային, որ տեսեք մեր զինվորներին գլխատել են, տեսեք սա եղել, տեսեք նա եղել, պաշտպանեք մեզ բան։ Ում էինք մենք դիմում։ Մենք նայեք տեսնենք մեր մարդկանց հույսը որ կողմներ ուղված։ Եվ մյուս կողմից նաև այդ անգլերեն ասած այդ hypocrisy կա, էլի երկակի, այսինքն ինչ է նշանակում արևմուտքը վատ բան եվրոպական ինտեգրացիան, այսինքն երբ որ մեր երկրի էլիտան ճակերտավոր ցանկանում է բուժվել, ասենք, հիվանդացել է, Աստված չանի, ուր է գնում բուժվելու, գնում է Եվրոպա։ Երբ որ ուզում է մեքենա գնի, եվրոպական մեքենա է գնում։ Երբ որ իր երեխային ուզում է կրթության տա, տալիս է Եվրոպայում։ Բայց հեշտ փողերը հանգստանում է փողերը վաստակում են Ռուսաստաններում։ Փաստ չէ, որովհետև մենք հարուստները մեր ժողովրդին խոպան են ուղարկում Ռուսաստան առավելապես։ Գիտեք, ուղղակի այստեղ կա լեզվական բարիերի խնդիր, կա վիզայի բարիերի խնդիր, բայց եթե մեզ հնարավորություն տրվել ասոցիացիան համաձայնագիրը վավերացնել եւ Հայաստանը այսօր վիզայի ազատականացման ռեժիմի տակ գտնվեր եւ Շենգենյան տիրույթը բացված լիներ Հայաստանի համար, մենք այն ժամանակ կարող ենք գնահատել, թե մարդիկ ուր են գնում ավելի շատ արտագնա աշխատանքի, ասենք Լեհաստան են գնում, չգիտեմ, Չեխական հանրապետություն են գնում կամ Գերմանիա են գնում, թե գնում են Ռուսաստան։ Որտեղ կարող է երկար աշխատես, հետո փողերը չտանք Վանաձորի խնդիրներին։ Ինչպես եք պատկերացնում Վանաձորի խնդիրների լուծումը, արդյոք կարծում եք այս արտագաղթի սրընթաց տեմպերի պայմաններում սոցիալ-տնտեսական քայքայված տնտեսությամբ քաղաքի խնդիրներին կկարողանա լուսավոր Հայաստանը առանց կենտրոնի, առանց կառավարության հետ ընդհանուր քաղաքական, այսպես շատ է այս արգումենտը բերվել, տեսեք որ այդ դուք օրինակ ասենք հաղթեցիք, բա կառավարությունը առանց կառավարության դուք ոնց եք պատկերացնում եւ այլն, տեսեք
գոյություն ունեն օրենքներ Հայաստանում։ Եվ Հայաստանում բոլորը խոսում են նաև երկրի առաջին դեմքից մինչև վերջին դեմքերը, որ իրավական պետություն է Հայաստանը։ Պատկերացնենք մի համայնքում կամ քաղաքում ընդդիմադիր ուժ է, ասենք այս պարագայում, ասենք եթե լուսավոր Հայաստանը կամ 3 ուժերով ձևավորեն տեղական իշխանություն, ինչ է, բյուջեի դոտացիան չեն հատկացնելու Վանաձորին։ Չենք կարողանալու բյուջեի մեր մուտքերը հավաքագրել, ինչն է խանգարելու։ Ընդհակառակը թալանը կկանգնեցվի, հովանավորչությունը կկանգնեցվի, արտոնյալներ չեն լինի Վանաձորում, կլինի հավասար հնարավորությունների քաղաք, ներդրումներ կբերենք քաղաք եւ մենք այնպիսի կառավարիչների թիմ ենք ձևավորել։ Ես գիտեմ, որ մինչև այս ընտրությունները դուք քաղաքը կսկսի զարգանալ, սա է լուծումը։ Աշխարհի մի շարք համայնքներում, երկրներում հանդիպել էիք վանաձորցիների, որոնք որ նաև ձեզ հետ էին կապում Վանաձորում փոփոխությունների հույսը եւ նրանք պատրաստ էին։ Դուք սոցիալական ցանցերը նայեք, մարդիկ ինչեր են գրում եւ նաև մեր քաղաքապետի տեխնացուն Քրիստը Մեծ Բրիտանիայում է կրթություն ստացել, այնտեղ բավականին մեծ շրջապատ կա բիզնես միջավայրի, նաև տեղեկատվական տեխնոլոգիաների լուրջ մասնագետներ, մարդիկ, որոնք կարող են գալ Վանաձորում ներդրումներ կատարել, եւ նրանք սպասում են, այլ վերջին տարիներին սպասում էին այս ընտրությունների կրթական եւ բիզնեսի գործուն փորձով կառավարման։ Հիմա տեսեք, այս բացառիկ շանսը, ես կարծում եմ մենք իրավունք չունենք բաց թողնելու։ Եվ մենք երկու տարբերակ ունենք։ Առաջին տարբերակը առանց որևէ ինչ-որ լորեցու լեզվով ասած, խուճուճ նախապայմաններ իրար առաջ դնելու, ձևավորում ենք տեղական իշխանություն եւ ամբողջ Հայաստանի ցույց ենք տալի, որ սա հնարավոր է։ Եվ հայկական դառնում են դիմադիր խմբակցություն եւ սկսում ենք քաղաքի զարգացման ծրագրեր իրականացնել։ Պլան A, որը որ մի քանի օրից սպառման վերջնաժամկետ ունի, որտեղ պետք է մանդատները տան ու պետք է ընտրություն լինի։ Եվ պլան B, եթե դա տեղի չի ունենում, Լուսավոր Հայաստան կուսակցությունը կստանա իր 10 ընդդիմադիր մանդատները եւ կձևավորի լուսավոր ընդդիմադիր խմբակցություն եւ մեր պայքարի իր 10 մանդատներով քաղաքում առավելագույնը անելու, թույլ չտալու որ թալանը շարունակվի բոլոր առումներով։ Վանաձորում ոչ մի կանաչ գոտի այլևս երբևէ չի վաճառվելու։ Վանաձորում ոչ մի բազմամյա տնկի այլևս երբևէ չի հատվելու։ Մենք ամեն բան չեն գնալու Սամվել Դարփինյանի ազգականներին, հանրային տրանսպորտը, ներքաղաքային, գովազդի շուկան, այսինքն ինչ որ կա Վանաձորում, որ այս տարիներին իրականացվել է ուղղակի ապականման մեթոդաբանությամբ, դրան վերջադրվելու, որտեղ մեր 10 ավականիները ամենամեծ խմբակցությունը կկարողանա դրա դեմ պայքարել։ Եվ մյուս կողմից նաև հարց է, հələ, ասենք եթե այդ կոալիցիան չի ստեղծվում, ոնց է ՀՀԿ-ն ընտրելու քաղաքապետին։ Շատ մեծ հարց է։ Նոր ընտրություններ կարող են։ Եթե այլ ուժերից մարդ չմիանա, 2 մանդատ են իրենց անհրաժեշտ, լուծումը նոր ընտրություններն են, ես վստահ եմ, եթե նոր ընտրություններ լինեն, մենք ավելի շատ մեծ հնարավորություններ կունենանք, ես մեծ սիրով կմասնակցեմ նոր։ Ձեր չարակամներն էլ հետևելու են ձեր խոստումներին, ձեր ծրագրերի իրականացմանը։ Մենք շատ ենք ուզում, որ մեզ հսկեն։ Եվ այս խոստումը տվել եք իրականացնել։ Ընդդիմության շարքերից եւ ու այդ հսկողները լինեն հանրապետական ավականիներ, ընդդիմադիր գերիթներ ունենան քննադատեն։ Շնորհակալություն այս զրույցի համար, պարոն Մարոկյան, ես հիշեցնեմ, որ մենք ուղիղ եթերում զրուցում էինք Լուսավոր Հայաստան կուսակցության վարչության նախագահ, ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարոկյանի հետ։